Բարև ձեզ, Արար YouTube-յան ալիքի եթերում հայրենիք կիրակնորյա վերլուծական հաղորդաշարն է։ Ձեզ հետ եմ ես Վարդուհի Ծատուրյանը եւ իմ զրուցակիցն է այսօր Համերաշխություն կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը։ Բարև ձեզ, պարոն Ավետիսյան։ Պարոն Ավետիսյան, հետաքրքրական էր նախորդ շաբաթ նրանով, որ մենք տեսանք, թե ինչպես Էդգար Ղազարյանը իմպիչմենտի գործընթաց է սկսում եւ պատգամավորներին բոլորին նամակ է ուղարկում ազգային ժողով։ Ըստ ձեզ իրատեսական համարում եք այս գործընթացը։ Նախ եւ առաջ ուզում շնորհակալություն հայտնել հրավերի համար։ Գիտեք, ինքը շատ կարևոր գործընթաց է, իմպիչմենտը դա անվստահություն հայտնելու գործընթացը գործող վարչապետին, կառավարությանը, եւ ինքը շատ լուրջ գործընթաց է, որ պետքա իշխանազրկի այսօրվա գործող վարչապետին։ Որքանով դա հնարավոր կլինի այս պայմաններում անել, դա արդեն ուրիշ հարց է, եւ այն մարդիկ, ովքեր նախաձեռնել են այս աշխատանքները, կարծում եմ իրանք լավ պատկերացնում են ինչի մասին է խոսքը եւ որքան քանակա պետք պատգամավորների նախ որ գործընթացը սկսվի, հետո հասցնել տրամաբանական ավարտին։ Ես որքան հասկանում եմ, ոչ գործընթացը սկսելու համապատասխան քանակը կա պատգամավորների, ոչ էլ դա տրամաբանական ավարտին հասցնելը։ Չնայած այն մարդիկ, ովքեր նախաձեռնել են, իրենք ասում են, որ հնարավոր է ժողովրդի ճնշմամբ իրականացնել դա եւ միտքը նա է, որ իշխող կուսակցությունից ՔՊ-ից որոշակի մարդիկ կանցնեն այս կողմը եւ դեմ կքվեարկեն, այսինքն կքվեարկեն իմպիչմենտի օգտին։ Որքանով է դա հնարավոր, կարծում եմ ամեն մի քաղաքացի կարա ինքը իրան պատասխանը տա։ Հետևաբար այդ գործընթացը չեմ կարծում որ տեսնում ենք, որ իշխող թևի լուրջ հաջողության կհասցնի։ Պատգամավորները շատ անլուրջ են մոտենում դրան եւ որոշներն էլ պարզապես ուղակի պատրեցին այդ նամակը։ Դե գիտեք, հիմա այդ վայրենի շարժումները, որ անում են այդ էքսցենտրիկ շարժումները, դա այսօրվա գործող իշխանությունից հեռու չի եւ իրանք բոլոր առումներով դա են անում։ Եթե մի կուսակցության մեջ ազգային ժողովում, ասենք ամենաբարձրագույն ղեկավարը կարող է ուղղակի թքել քաղաքացու վրա, այլ դեպքերում կարող են, ասենք, զինված մարդկանց մտցնել, այսինքն ուժային կառույցի ներկայացուցիչներ մտցնել ազգային ժողով եւ դրանով կարգ ու կանոն հաստատել, չթողել որպեսզի պատգամավորները իրենց կարծիքը արտահայտեն, անընդհատ ծեծ ու ջարդ սարքել պարլամենտում, ծեծկրտուկներ, տեսեք, սրանք ինչ եկել են իշխանության, արդեն նույնիսկ այդ անիմաստը հաշվել, թե որքան տուր ու դմփոցներ ա եղել, ուղղակի կամերաների առաջ չէ, նաեւ ոչ միայն կամերաների առաջ է լինում, այլ նաեւ դրսում։ Այսինքն այս իշխանությունը ինքը ուժային մեթոդների եւ ոչ փողոցային մակարդակի դե գիտեք իշխանությունը որը փողոցից է եկել ասում են որ մամուլը բավականին ազատ է եւ իրենց իշխանափոխությունից հետո մամուլը բավականին ազատ մեկնաբանում է ես փոփոխություն տեսնում եք Գիտեք մամուլը այսպես ասենք էլի ձևակերպենք այսպես որպեսզի ավելի ազնիվ լինենք մամուլը ոչ այն ժամանակ էր ազատ ոչ հիմա է ազատ Ես կարծում եմ մամուլը ազատ կլինի այն ժամանակ, երբ որ նորմալ իշխանություն կլինի եւ օրենքները կգործեն։ Հիմա օրենքներ չկան։ Հիմա փողոցային օրենքները բերել են ազգային ժողով եւ ազգային ժողովը դարձել են փողոցային այդ այսպես ասենք ռազմորկաների տեղ։ Քաղաքացին, որը ակտիվիստ է իրեն համարում, մենք տեսանք ինչպիսի մոտեցում ունեցավ նոր վարչական շրջանի այդ միջադեպը ու դրան որակավորում տալ կարծում եմ Դե տեսեք ինչ խայտարակություն, ասենք ժողովրդավարություն բաստիոն հռչակած իշխանությունը եւ այն կուսակցությունը, որը մաս է կազմում այդ ամենին,
եւ ձգտում է դեպի ժողովրդավարական արժեքներ, դեպի եվրոպական արժեքներ, իրանց կուսակցության ներկայացուցիչը խնդրի լուծումը տեսնում է բռունցքներով հարձակվելով քաղաքացու վրա, ակտիվիստի վրա, որը ընդհանրապես ասում էր, որ լավ չեք աշխատում, սխալ եք աշխատում, վատ եք սարքում եւ այլն եւ այլն եւ այլն։ Այսինքն խնդիրները բարձրացնում է, սրանք իբր թե դեմոկրատներ են, որևէ կապ չունեն ժողովրդավարության հետ, եւ եվրոպական այս կառույցները, որ ստեղ հիմա մոնիտորինգներ են անում, իրանք դի շատ լավ հասկանան ում հետ գործ ունեն։ Տեսեք, շատ հնարավոր է, որ որևէ կուսակցության մեջ մեկը իրան լավ չպահի, բայց դրան պետք է հետևի դրան համարժեք գնահատական տալը։ Բայց ինչ է կատարվում հիմա։ Իրանք պաշտպանում են իրանց թաղապետին, որը իրան պահել է շարքային խուլիգանի պես։ Հարձակվել է մարդու վրա եւ մարդուն ծեծում են կամերաների առաջ, ասում է հայոյել եմ, լավ եմ արել, ճիշտ եմ արել եւ այլն, այսինքն նախնադարյան եւ այդ կուսակցությունը, որին նախագահը Արամ Սարգսյանն է, ձգտում է դեպի Եվրոպա։ Եվրոպացիները պետքա տեսնեն, չէ՞, ովքեր են ձգտում դեպի, այսինքն այս բարքերը իրանք բերելու են Եվրոպա, ոչ թե եվրոպական արժեքները գալու են Հայաստան, այլ այս բարքերը, այս տրադիցիաները գալու են Եվրոպա։ Հետևաբար եվրոպացիք շատ լավ հասկանում են, կարող է ժպտան ձեն չանեն, բայց մեջից ու հասկանում են, որ այս վայրենի ցեղերին ուր ենք տանում մենք Եվրոպա։ Այսինքն իրանք ոչ մի կապ չունեն Եվրոպայի հետ, իրանք ոնց նախնադարյան մեթոդներով, ոնց իրանք ժամանակներում այն ՀՀՇ-ական տերորի, երկրապահական տերորի ժամանակ աշխատում էին, այդ նույն մեթոդներով հիմա նորից եկել են իշխանության։ Ու հələ դեռ հավակնում են, որ նորից կան իշխանության իրանք։ Ու պատկերացնում եք ինչ է ստացվում։ Ես նույնիսկ համեմատության մեջ եթե դնեմ, չնայած նրանք էլ մի բան չեն, բայց չեմ կարծում, որ ՔՊ-ի որևէ անդամի դա կներվեր, որովհետև եղել են այդպես դեպքեր, երբ որ ՔՊ-ի անդամները ուղղակի հրաժարական են տվել կամ ազատվել են աշխատանքից։ Հիմա սրանք նույնիսկ, գիտեք, այսպես ժողովրդական լեզվով ասեմ, հաթաթա են տալիս իշխանությանը, կոնկրետ վարչապետին կամ քաղաքապետին, որ եթե հանգարց ազատեք մեր թաղապետին, մենք եւ այլ ինչ որ բաներ կանենք։ Դուք հասկանում եք մենք ինչի հետ գործ ունենք։ Ու այս մարդիկ դեպի ժողովրդին տանում են դեպի Եվրոպա։ Հետևաբար դա կեղծ է եւ անհիմն է։ Իրանք լավագույն դեպքում կարող է տանեն արևելյան ինչ-որ երկրին միացնեն, ոչ թե եվրոպական երկրին։ Կուսակցության ղեկավարը նշում է, որ իրենք կշիռ ունեցող ուժ են եւ եթե սա է նկարագիրը կշիռ ունեցող ուժի, ապա ինչ սպասել։ Ես գիտեք, իրանք կշիռը ես չեմ ուզում որակավորեմ կամ գնահատական տամ ինչ կշիռ ունեն։ Իրանք կշիռը կերևա ընտրությունների ժամանակ, երբ որ ժողովուրդը իրանք կտա գնահատական իր քվեարկությամբ։ Այդպիսի մի դեպք եղավ Գյումրիում, որքան հասկացա, նույնիսկ 1% չհավաքվեց, բայց դա չի նշանակում, որ մնացած տեղերում նույն ձևով պետքա կրկնվի, ուղղակի կտեսնենք հետո ինչ կլինի։ Բայց այն ինչ վերաբերվում է իրանց վերաբերմունքին, ցանկացած ժողովրդավար, ցանկացած դեմոկրատ, այդ դեպքում պետք է անպայման ազատեր դիմեր, որպեսզի ազատեն այդ մարդուն այդ պաշտոնից, էլի թող ձեր մարդը նշանակվի, ուրիշ մեկին նշանակեք, բայց կոնկրետ այն մարդը, որը այդ ձևով է պահում իրան իշխանության գլխին, պետք է իրան հանեք, որպեսզի քաղաքացիները մենք բոլորս տեսնենք, որ դուք արդար եք վարվում։ Դեմոկրատիայի կողմնակից եք, ժողովրդավարություն չի նշանակում, որ ով այլ կարծիք ունի, պետքա ծեծել այդ մարդուն։ Լավ, բարի, ես ուզում եմ անդրադարձնենք նաև երկրորդ նախագահ հանդիպում ունեցավ ուսանողներին հարց ու պատասխանի ժամանակ, հետաքրքրական էր, որ նշում է, որ Արցախյան հարցը պետք է բանակցային գործընթացում մնա, ըստ ձեզ իրատեսական համարում եք այն։ Ես որքան հասկացա, նախագահը ինչ որ
ոչ պետական համալսարանի չէ, մասնավոր ինչ որ տեղ հավաքել, հա, ինչ վերաբերվում է նրան, որ այդ գործընթացը պետք է մնա ԵՀԿ Մինսկի շրջանակներում, բնականաբար ճիշտ է, եւ մենք նույնպես կարծում ենք, որ ճիշտ է ԵՀԿ Մինսկի շրջանակներում այդ հարցը լուծելն է, որովհետեւ շատ պարզ մի բան կա, աշխարհը որոշել է, որ այդ հարցը պետք է կարգավորի ԵՀԿ-ն։ Հետևաբար ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը, առավել եւս իրանց դիկտատոր ղեկավարներով իրավունք չունեն միջամտեն այդ հարցի կարգավորմանը։ Այդ հարցը կարգավորված չի, այդ հարցը մտել է խորը ճգնաժամային իրավիճակ։ Շատ հնարավոր է, որ այս ամեն ինչը նորից վերականգնվի։ Օրինակ, ասենք ԵԱԿ Մինսկի խումբը հավաքվում է, որոշում է կայացնում, որ դիմել ՄԱԿ-ի համապատասխան կառույցներին եւ միջնորդությամբ ԵԱԿ Մինսկի խմբի Արցախին տալ ինչ-որ կարգավիճակ, օրինակ ՄԱԿ-ի մանդատով եւ դիմել են պետություններին, որոնք անվտանգության խորհրդի անդամներ են, ընդ որում անվտանգության խորհրդի անդամներ են ԵԱԿ Մինսկի այդ համանախագահողները, չէ՞, այսինքն եւ Ռուսաստանը, եւ Ֆրանսիան, եւ Միացյալ Նահանգները, իրանք շատ հանգիստ կարող են խաղապահ ուժեր բերեն եւ ՄԱԿ-ի մանդատը իրականացնեն։ Այսինքն այստեղ ոչ կռվել է պետք, ոչ ինչ որ խառնվել է պետք, ուղղակի պետք է պահանջել այդ մարդկանցից։ Քանի աշխարհը չի լուծարել, ընդ որում դա Ադրբեջանի եւ Հայաստանի դիմելով չի լուծարվելու։ Այդպես կարող են հարյուրավոր երկրներ դիմել, բայց որոշումը կայացնողները իրանք են։ Ըստ ձեզ իրատեսական համարում եք արցախցիների ետ վերադարձի վերջո, երբ ԵԱԿ Մինսկի խումբը փորձում են լուծարել։ Այո, իհարկե համարում եմ եւ պետք չի լուծարել, պետք է դրան դեմ լինել, ոչ մի լուծարում, առավել եւս որ դա քո գործը չի։ Ոնց որ այն ժամանակ ինքը հայտարարում էր, որ ես Արցախի հարցի հետ կապ չունեմ, ես միայն Հայաստանի հարցերով եմ եւ այլը, հետո գնաց այնտեղ սկսեց խառնել։ Հիմա էլ իր գործը չի ԵԱԿ Մինսկի խումբը կլուծարվի թե կմնա։ Դա աշխարհն է որոշել եւ աշխարհն էլ որոշելու է ինչա լինելու։ Բայց արցախցիները կարող են դիմել, արցախցիները կարող են ճնշել այսօրվա իշխանությանը, որովհետեւ չեն կարող քաղաքական ուժերը կամ անհատները գնալ դիմել։ Այսինքն պետականորեն պետք է պահանջել ԵՀԿ Մինսկի խմբից այդ լոբիստական աշխատանքները արվեն։ Այն երկրները մենք ինչի համար էինք խոսում, որ ցեղասպանությունը պետք է դարձնել արտաքին քաղաքականություն, որովհետև Արցախը հետևանք է ցեղասպանության։ Այդ ցեղասպանության հարցը ու Եվրոպան դա գիտի, դրա մասին որոշումներ ընդունել։ Պետք է հիմա ստիպել, պահանջել, որպեսզի Եվրոպան գործողություններ անի։ Ոչ թե այդտեղ պետք է իրար ծեծել, այլ պետք է գնալ այնտեղ ու ակտիվ աշխատանք, դիվանագիտական աշխատանք կատարել, որպեսզի ԵԱԿ Մինսկի խումբը սկսի աշխատել, շատ հնարավոր է, որ դա լինի։ Շատ մոտ է այդ ամեն ինչը։ Իհարկե, մեր պատմության մեջ միշտ այդպես դեպքեր եղել է, որ շատ մոտ ենք եղել, բայց այնքան անկազմակերպ ենք եղել ու այնքան 10-րդ, 1000-րդական հարցը դարձրել ենք առաջնահերթ, դրա համար կորցրել ենք։ Ակնհայտ փաստ է եղել, աշխարհը կողմ է եղել ինչ որ որոշման, մենք կազմակերպված չենք եղել, չենք ունեցել մեր գաղափարախոսությունը, որը պետք է ձևակերպեր ու երկրորդական, երրորդական, 10-րդական հարցերը մի կողմ դնեինք ու ազգային հարցերով միավորվեինք, դրա համար կորցրել ենք։ Այնց որ հիմա շատ մոտ է, որ խնդիրը կարող ենք լուծել եւ շատ մոտ է այն վտանգը, որը կարող է ամեն ինչ կորցնել։ Իդեպ շատ հաճախ նշում եք միասնության մասին, ես կուզեմ մեր քաղաքացիներին եւս հարց են ուղղել, տեսնենք նրանք ինչ ընդհանրապես կարծիք ունեն, մեկ սեղանի շուրջ կհավաքվեն մեկ ճակատով բոլոր կուսակցությունները գոնե թե։ Կուզեիք, որ ոչ պարլամենտական ուժերը միավորվեին եւ աշխատեին մեկ մարմնով։ Իհարկե դա ինչ որտեղ Հայաստանի այս վիճակին օգուտ կտար, բայց մտածում եմ դա մի քիչ անկանխատեսել է։ Ինչու եք այդպես մտածում։ Քանի որ այս իրավիճակին նայելով ամեն մեկը են ռուսական առածի նման է դառնում, ռակ լեբեց դա շուկա։ Այդ վիճակն է հիմա այսօրվա տիրում։ Ես կուզենամ, որ ամբողջ հայ ազգը միասնական եղնի
միասնականել մեր թշնամիների դեմ մեր հարցերը ճշտենք ու լուծենք։ Կուզեմ որ միանան համարյա չխաբրեն ժողովրդի մասին մտածեն, մենակ բոլորը ով եկել է, այսքան ժամանակ իրարանց մասին է մտածում, ոչ մեկի մասին չմտածում։ Մեր ազգին էլ խաղաղություն կցանկանա, այդքան բան։ Ինքնացած ինձ համար հարաբերություն չկա։ Բնավ։ Իհարկե կցանկանա։ Թող դա այդպես լինի, բայց ցավոք չի լինում։ Դե այստեղն է երկիրը, որ եթե միավորվում են, անպայման դրանց դեմ կիրառում են միջոցներ, բռնատիրական միջոցներ, այսինքն տանում են, ինչ-որ բաներ են հայտնաբերում, որ նախկինում ունեցել է, այդ կարգի բաներ է, միշտ եղել է, դենա տեսնում ենք փաստ, որ մինչև հիմա այդպես է։ Իհարկե կցանկանայի։ Ինչու՞։ Դե ընդհանուր առմամբ ավելի լավ չի միահամուռ կերպով միասնական լինեն, ավելի խոհեմ լինեն, մեկը մեկի խորհուրդը լսի, մեկը մեկի կարծիքը հաշվի առնի։ Եթե բոլորը միանան Հայաստանում, ավելի լավ կլինի։ Կցանկանանք։ Եթե պետք է աշխատեն, ընդդիմադիր են, թե ընդդիմադիր չեն, միասին պետք է աշխատեն, մի գործ են անում, իրար օգնեն, ոչ թե ընդդիմանան իրար։ Իհարկե կցանկանայի։ Միապետ ենք դարձել։ Մի մարդու խոսքն ենք միայն լսում ու միայն սուտ բառեր։ Նրանք ընդդիմադիր չեն։ Նրանք չգիտեմ ուժեր են եւ ինչպիսի ուժեր են, նրանք ֆինանսական ուժեր են, բայց ընդդիմադիր չէ։ Պարոն Ավետիսյան, հետաքրքիր է, մեր ժողովուրդը մեծ ցանկություն ունի, որպեսզի մեկ հարթակի շուրջ հավաքված մեկ նպատակ ունենք ի վերջո հայրենիքը ստեղծել ավելի հզոր, ուժեղ Հայաստանի Հանրապետություն ունենալ, բայց իրատեսական այնքան էլ չեն համարում։ Դուք ինչ կարծիք ունեք։ Նայեք, որ շատ կարևոր է, որ մեր ժողովուրդը կամ ժողովրդի մի հատվածը, այսպես ասենք, ժողովրդի առավել բանիմաց, առավել ակտիվ հատվածը գտնում է, որ քաղաքական ուժերը ոչ պարլամենտական դուրս, որովհետև արտախորհրդարանական ուժերին ժողովուրդը այդքան լավ չի ճանաչում եւ այս լրատվական շրջափակման մեջ լրատվություն չեն ստանում, թե արտախորհրդարանական ուժերը ինչեր են անում եւ ինչ ծրագրեր ունեն։ Ժողովուրդը ծանոթ չի այդ ծրագրերին։ Օրինակ կարող եմ բերել, որ մի քանի օր առաջ տեղի ունեցավ Համերաշխություն կուսակցության հերթական համագումարը, իսկ համագումարը դա ամենաբարձրագույն մարմինն է կուսակցության, որտեղ շատ կարևոր հարցեր, որոշումներ են ընդունվում, եւ հանրային կոչվող հեռուստաընկերությունը, որը խորը բլոկադայի է ենթարկել բոլոր ընդդիմադիր ուժերին, գոնե չի ուղարկում մի լրագրողի, որպեսզի լուսաբանվի, չէ՞ որ Հայաստանի Հանրապետությունում գործող քաղաքական միավոր է, քաղաքական կուսակցություն է, որի հազարավոր անդամներ հարկեր են վճարում, որ հանրային հեռուստաընկերությունը գոյություն ունենա։ Եվ իրանք չեն ներկայացնում, որ այս կուսակցությունը ինչ է որոշում։ Շատ կարևոր հարցեր որոշվեց։ Ինչ պետք է անել եւ ոնց պետք է անել։ Ձեզ մի հարց պարզապես ենթահարց եմ ուզում տալ, ինչու չեն մեկնաբանում, փորձում են գաղափարական կոլապսիսի ենթարկել։ Դա նաեւ ձեր նախորդ հարցի պատասխանն է, որ Հայաստանը իբր թե լրատվական ազատություններ ունի, բան եւ այլ է։ Ես ասեմ, դա բացարձակ սուտ է, Հայաստանը խորը ճգնաժամի մեջ է այդ առումով, բլոկադայա տարբեր առումներով, ոչ միայն իշխանության կողմից ցավոք սրտի, այլ նաև ընդդիմադիր ուժերին ազդեցության տակ գտնվող լրատվամիջոցները չեն լուսաբանում այլ ընդդիմադիր գործիչներին։ Այսինքն ինչ-որ խմբեր է ձևավորվել, խմբավորումներ են, որ ամեն մեկը իր շրջանակն է լուսաբանում։ Բայց հանրային կոչվածը բոլորին պետք է լուսաբանի։ Իրանք չեն հասկանում, որ դա միայն իշխանությանը չի, է։ Հանրությունը ամբողջ հանրությունն է, իշխանությունը հանրության մի մասն է։ Այդ մարդիկ չեն հասկանում, որ իրանք պետք է ծառայեն ամբողջ հանրությանը, եւ եթե քաղաքական ուժերը ինչ որ կարևոր իրադարձություն են անում, իրանք պարտավոր են դա լուսաբանեն։ Իհարկե շնորհակալ ենք հեռուստալիքներին, որ
լրատվություն տվեցին, դա նշանակում է, որ իրանք ազատ են համեմատած մյուսների, իսկ մյուսները ուղղակի գտնվում են բանի տակ, ճնշման տակ։ Հետևաբար այստեղից պետք է եզրակացություններ անել, որ լրատվությունը ազատ չի Հայաստանում։ Եվ դա շատ վատ բան է, որովհետև դուք արգելում եք մարդկանց ինֆորմացիա ստանալու, եթե մարդը ինֆորմացված չի, մարդը դառնում է անտարբեր, իսկ եթե դառնում է անտարբեր, բռնում է գաղթի ճանապարհը։ Հետևաբար հանրային հեռուստաընկերությունը, նրա ակտիվիստները, ես ինչի եմ ասում անպայման հանրայինը, որովհետև հանրայինը պարտավոր է բոլորին լուսաբանելու։ Իսկ մնացածը մասնավորը կարող է եւ ինչ-որ կողմնորոշումներ ունենան, չլուսաբանեն, բայց հանրայինը պարտավոր է լուսաբանելու։ Եթե դուք մարդկանց զրկում եք այդ իրավունքից, հետեւաբար նպաստում եք արտագաղթին, նշանակում է դուք հակազգային եք։ Լավ, իդեպ նախորդ շաբաթ ձեր համագումարում մի գաղափարախոսություն էր, որը վերկուսակցական է, ապա այս շաբաթվա ընթացքում մենք տեսանք եւս մի կուսակցություն են փորձում ձևավորել կամ կառույց, որը նմանատիպ ինչ-որ մի բան է ուզում անել։ Ըստ ձեզ զուգահեռներ կարող եք անցկացնել։ Ես ճիշտ ասած լավ չհասկացա, ինչի մասին է խոսքը։ Խոսքը պարոն Չարչյանի մասին է։ Այսինքն խոսքը վերաբերվում է նրան, որ այն ինչ որ մենք մեր համագումարում ձևակերպեցինք եւ տվեցինք այդ վերկուսակցական ազգային գաղափարախոսության ձևակերպումը եւ խոսեցինք նրա անվան, կառուցվածքի եւ հնարավորությունների ու ծրագրերի մասին, որին ժողովուրդը ծանոթ չեղավ։ Հիմա իդեպ մենք դրա մասին արդեն տարիներ խոսում ենք, այդ աշխատանքը կազմակերպում, այդ աշխատանքը արդեն բավականին մեծ բան ունի եւ մասշտաբներ ունի եւ ոչ միայն Հայաստանում, այլ աշխարհով մեկ արդեն ուղղակի մենք դա փոքր չէինք լուսաբանում, չէինք ուզում որ դա բացվեր, ուղղակի ասում էինք որ նման ծրագրեր կան, հետո կամաց սկսեցինք բացել արդեն, մենք տարբեր հաղորդումների ժամանակ մաս ինչ-որ բաներ ասել ենք, բայց քանի որ սովորաբար մեր մոտ ոնց է, եւ իշխանավորները եւ որոշակի ինդիմադիր շրջանակներ, հիմնականում նախկին նախագահների շրջապատում գործող լրատվամիջոցներ եւ ուժեր, նրանց հետևում կանգնած, փորձում են գաղափարները վարկաբեկեն։ Այդպես մի շարք օրինակներ կարող են բերել, որ նախաձեռնությունը մերն է եղել, մենք հետո դա վարկաբեկել են, ինչ-որ մի կիսատ պրատ մի բան են արել, որպեսզի հասարակության աչքին այդ ամեն ինչը լուրջ չերևա։ Հիմա սա այս բանը ուզում եմ հավատալ, որ իրականում ուզում են ինչ-որ բան անեն, բայց այն ինչ-որ լսեցի, այն ինչ-որ ներկայացվեց, դա կներեք, բայց լուրջ չի, էլի։ Որովհետև այդ մարդը կարող է լավ բժիշկ է եւ նրա շուրջ հավաքված մարդիկ, ովքեր ում անունները որ տրվեց, ես որևէ մեկին որևէ բան չեմ ուզում ասեմ, իրենց մասնագիտությունների մեջ կարևոր մարդիկ են, բայց մենք շատ լուրջ բանի մասին ենք խոսում ու չի կարելի այդ կարգի անլրջացնել։ Դա մոտավորապես այն իրավիճակն է, երբ որ մենք խոսում ենք փրկության կոմիտեի մասին, թե ոնց պետքա ձևավորվի, ինչ պետքա արվի, իրականում հետո խեղաթյուրեցին, մի հատ ազգային կոմիտե սարքեցին, մի քանի իրանց մարդկանցից դրեցին, ժողովուրդը տեսավ, խայտարակվեցին, գցեցին այն կողմ այդ գաղափարը։ Կամ Վեհափար Հայրապետի գործնեությամբ process սկսելը սարքեցին Սրբազանի մակարդակի, դա էլ փչացրեցին, գցեցին այն կողմ, եւ էլ այդպես մի շարք բաներ կան, որ հիմա ես չեմ ուզում դրա մասին շատ խորանալ։ Մենք անդրադարձ ունենանք Լարմազ գաղափարախոսության մասին, առհասարակ ինչ փուլում է այն գտնվում հիմա այս պահին։ Լարմասը գտնվում է կազմակերպական փուլում, բավականին լուրջ հաջողություններ կան, շատ արագ, շատ կարճ ժամանակահատվածում Լարմասի մասին ավելի մեծ քանակի ինֆորմացիա կտրվի եւ ինչ ենք մենք այդ ձևով աշխատում, որովհետեւ շատ բարձ հասկանալի է, մեր աչքի առաջ ունենք մեր փորձը, դառը փորձը,
որ ցանկացած լավ գաղափար այս մարդիկ փչացնում են։ Հատուկ այնտեղ նստած մարդիկ կան, որ լսում են թե որ քաղաքական ուժը ինչ կարևոր գաղափար է առաջարկում, շատ արագ իրանք սարքում են fake, այդպիսի մի fake բան, ու գցում են իրանք ալիքներով գցում են շրջանառության մեջ ու փչացնում են այդ ամեն ինչը։ Հետևաբար մենք մի քիչ ավելի խելացի կլինենք եւ ճիշտ պահին, ճիշտ ժամանակին դա կանենք։ Ինչպես գիտեք, համագումարում մեր կուսակցության կողմից առաջարկվեց, որ աշխատանքներ տարվեն քաղաքական ուժերի հետ եւ ստեղծվեց մի կառույց, մարմին, որը քաղաքական ուժերի հետ պետք է հանդիպի եւ լարմացը շատ ավելի լայն ձևով բացվի այդ գրասենյակներում։ Ուրախություն մեզ ասեմ, արդեն 8 կազմակերպություն, 8 կուսակցություն Հայաստանում տվել է իր համաձայնությունը լարմասին միանալու եւ մեր հաջորդ հանդիպման ժամանակ մենք արդեն բացահայտ կասենք դրա մասին կամ ընթացքում երևի կլուսաբանենք։ Լավ, հուսանք լարմասը իր գաղափարախոսությամբ կհամախմբի ավելի շատ կուսակցություններ եւ խելամիտ կուսակցություններն էլ կհասկանան, որ միասնության մեջ է ի վերջո արդյունավետությունն ու ուժը։ Այո, միասնությունը, համերաշխությունը, ժողովրդավարությունը եւ ազգային գաղափարախոսությունը այդ բոլորը պետքա ճիշտ աշխատացնել, ճիշտ ձևակերպել, թե ինչ պետք է անել, որ ու դա կբերի օգուտ մեր հանրությանը, մեր երկրին, մեր ազգին։ Մնացած բոլոր դեպքերում պառակտումը ոչ մի լավ բանի չի բերելու։ Մենք դեմ ենք բոլոր պառակտիչ գործողություններ, ով ուզում է դա լինի։ Մենք կողմ ենք, որպեսզի ամեն ինչ լինի համախմբման մեջ, միավորման մեջ եւ հերրու պառակտումներից։ Բարի լինենք միասնական եւ համերաշխական, իսկ դուք հարգելի հետևորդներ, հետևեք ընթացքի զարգացմանը։ Մնացեք խաղաղությամբ, Աստված ձեզ պահապան։